Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, շատ հետաքրքիր որոշում է կայացել Վերաքնիչ քաղաքացիական դատարանի կողմից եւ այդ որոշումը վերաբերելի է արցախցիներին, ուստի դա ցանկանում էի դարձնել հանրային քննարկման առարկա, խոսելով այդ մասին հենց այս եղանակով։ Ուրեմն ինչ է տեղի ունեցել Արցախի հանրապետության ընդհանրավարության առաջինաձայն դատարանի վճռով արցախցի մի զինծառայող, որ մասնակցել է պատերազմական գործողությունների, քաղաքացու դիմումի հիման վրա ճանաչվել է անհայտ բացակայով։ Այսինքն այդ քաղաքացու գտնվելու վայրի վերաբերյալ տվյալներ չկան եւ մինչեւ այս պահ չկա։ Այնուամենայնիվ այդ վճռից բխող որոշակի գործողություններ կատարելու համար Հայաստանի Հանրապետությունում այդ քաղաքացու հարազատներից պահանջել են կամ Հայաստանի դատական ակտ, կամ այդ դատական ակտը Հայաստանում ճանաչելու վերաբերյալ որոշում։ Եվ ըստ այդմ քաղաքացին դիմել է դատարան, խնդրելով Հայաստանի Հանրապետության դատարանից ճանաչել Արցախի Հանրապետության դատարանի կայացրած վճիռը կոնկրետ անձին անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ։ Նման ընթացակարգ քաղաքացիական դատավարության օրենքի նախատեսում է, բայց նախատեսում է օտարերկրատական ակտերի մասով, նշելով, որ օտարերկրատական ակտը Հայաստանում կարող է կատարվել Հայաստանի Հանրապետությունում այն որպես դատական ակտ ճանաչվելուց եւ կատարման ներկայացվելուց հետո։ Ինչևէ, քաղաքացին դիմելով Հայաստանի Հանրապետության դատարան խնդրել է ճանաչել Արցախի Հանրապետության դատարանի վճիռը, ինչի կապակցությամբ առաջինաձայն դատարանը գործի վարույթը կարճել է եւ քաղաքացու դիմումը թողել անհետևանք, նշելով, որ Արցախի Հանրապետության դատական ակտը չի հանդիսանում օտարերկրապետության կողմից կայացված դատական ակտ։ Քաղաքացին ներկայացրել է վերաքնիչ բողոք եւ վերաքնիչ դատարանը բողոքի քննության արդյունքում 3 հոգանոց դատական կազմով վերահաստատել առաջինաձայն դատարանի որոշումը եւ ընդ որում իր որոշման մեջ այսպես ասած սևով սպիտակի վրա գրել է, որ դատական ակտը չի կարող ճանաչվել, քանի որ Արցախի Հանրապետության կայացված դատական ակտը չի համարվում Հայաստանի Հանրապետության համար օտարերկրապետության կողմից կայացված դատական ակտ։ Ընդհանրապես լրիվ որոշման պատճառաբանական մասը ուսումնասիրելով անգամ չեն կարողանում հասկանալ ինչ է նկատի ունեցել վերաքնիչ դատարանը, այսինքն եզրահանգել է, որ առհասարակ այդ դատական ակտը չի համարում օտարերկրադատական ակտ, այսինքն այն ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետությունում, թե ընդհանրապես անհնարին է դիտարկել Արցախի Հանրապետության դատական ակտի ճանաչումը Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն ինձ ավելի շատ հետաքրքրում է այն հարցը, թե վերաքնիչ դատարանը ինչ է համարել Արցախի Հանրապետության դատարանի կողմից կայացված որոշումը կամ վճիռը։ Այն համարում է օտարերկրադատական ակտ, թե այն համարում է անգամ ներպետական դատարանների կողմից կայացված դատական ակտ եւ ըստ այդմ ճանաչման ու կատարման ներկայացնելու անհրաժեշտություն չունեցող։ Եթե այդպես է, ուրեմն գովելի է եւ